Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային շաբաթը մեզ մոտենում է ավարտին ու շաբաթվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ մրցում են էլիտ լիգան ներկայացնող երկու թիմեր, Կադիսն ու Էվերտոնը շատ կարևոր ու հետաքրքիր հանդիպում է սպասվում երկու թիմերի համար, հետաքրքրությամբ մեզ համար իհարկե շատ լարված հանդիպում է սպասվելու այս 50 րոպեների ընթացքում իհարկե թիմերն էլ բնականաբար փորձելու են իրենց հերթական այսպես ասած միավորին արժանանալ, հիմա գրոհում է անմիջապես Էվերտոնը, այս գրոհից հետո կծանոթացնեմ Էվերտոնի հայտարարուցակը Միքայել Պողոսյան ու միանգամից այստեղ կարող է Էվերտոնը բացել առաջին գրոհով հանդիպման հաշիվը, բայց Պողոսյանի մոտ հարված այստեղ չստացվեց ու հիմա եկեք արդեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարուցակների հետ, սկսենք Էվերտոնից դարպասը պաշտպանում է Արսեն Արսենյանը համար 16 Շահեն Վարդանյան համար 2, Մանուկ Մուրադյան համար 9, Նաթի Միավակտ է, Դավիթ Սարգսյան համար 10, Տիգրան Պապիկյան համար 15, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23 և Ռաֆայել Վարդանյանը համար 77։ Կադիս Մարտին Ստեփանյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վարազդա Դուրգանյան համար 3, Նաթի Միավակտ է, Ռոբերտ Մարության համար 4, Նարեկ Մակարյան համար 8, Սևադա Օհանյան համար 10, Գեգամ Խաչատրյան համար 17, Դանիել Հակոբյան համար 19, Ռուբիկ Ջուլհակյան համար 23, Կանեն Շիրխանյան համար 27 և Ասատուր Հակոբյան համար 77, ինչպես նաև Ռոբերտ Ֆիդանյան համար 80։ Ես իսկ նետի Էվերտոնը Վարդանյան դեպի Անտոնյանը փորձեց ուղարկել գնդակը, բայց այստեղ լքեց գնդակը դաշտի սահմանները ու Ես ռային նետում իրականացնելու են Կադիսի ֆուտբոլիստները, Էվերտոնն այս պայն մրցաշարային աղյուսակում 8-րդն է, Ֆիդանյան արված հնարավորություն, բայց չնստեց գնդակը Ֆիդանյանի ոտքին, Էվերտոնն այս պայն մրցաշարային աղյուսակում գտնում է 8-րդ հորիզոնականում, 3 հանդիպումից հետո ունի 1 պարտություն, 1 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, տարել է 1 հաղթանակ Էվերտոնը, Կադիսն էլ 2 հանդիպումից հետո առայժմ միավոր չունի վաստակած մեկ տեխնիկական պարտություն է գրանցվել Կադիսի անվան, դիմաց մեկ խաղում է Կադիսի ֆուտբոլիստները զիջել են Լեռնային Արցախին ու իհարկե այսօր կարող է խորհրդանշական լինել, այսօր կարող է Կադիսը էլիտ լիգայի շրջանակներում բացել իր միավորների քանակը, այսօր կարող է Էվերտոնը ավելի ամրապնդվել մրցաշարային աղյուսակի միջին հատվածում, դեպի ավելի վեր հատվածում, այսպես ասենք ու տեսնենք կողմերից որ մեկին բախտը կուղեցի, Անտոնյան թողեց գնդակը խաղընկերոջ ու հիմա արդեն դաշտի միջին հատվածով Էվերտոնը փորձում է գրոհ կազմակերպել Պապիկյան Անտոնյանն այդ խաղարկումը գեղեցիկ էր դեպի Վարդանյանը, կրկին Անտոնյան, բայց լավ չընդունեց գնդակ ու հիմա փորձում է գրոհի արագ հակագրոհի հասնել Կադիս Օհանյան և կարայո խաղի կանոնների խախտում այստեղ Օհանյանի դեմ պայքարում ու ստանդարտը տեսնենք կա, Սուլիչը Ֆիդանյանի փոխանցումը նույնպես, բայց այստեղ հեռացնում են գնդակ Էվերտոնի ֆուտբոլիստները, Կարեն Շիրխանյանի երկրորդ հարգում պայքար է Շիրխանյան ու կարողացավ պահել գնդակի մոտ, այսպիսի իրավիճակ Շիրխանյանը շարժվում է առաջ հաղթեց օդային պայքարը, խաղարկումը գեղեցիկ էր, Խաչատրյան հերվից փորձ բարձր է ստացվում Խաչատրյանի կատարած հարվածը ու Էվերտոնը աչ թևով փորձում է գրոհ սկսել, այո իսկապես Էվերտոնը տպավորեց վերջերս անցկացած իր խաղով, ճիշտ է Էվերտոնը շատ դրամատիկ ու հետաքրքիր գեղեցիկ հանդիպումների շարք ունի անցկացած, բայց այս վերջին հանդիպումը էլ ավելի Հիանալի էր այս գրոհից հետո խոսեմ այդ մասին, Շիրխանյան Արսենյանը փրկում է այստեղ Էվերտոնին, այո երբ Էվերտոնը չեմ կարող իհարկե չնշել, երբ խոսում ենք էլիտ լիգայի մասին, այն առաջնում որտեղ հանդես է գալիս Էվերտոնը
Ընդամենը օրեր առաջ Էվերտոնը պարտվում էր Վոտֆորդին 3-0 հաշվով ու խաղադաշտում Էվերտոնը ուներ քանակական պակաս մեկ ֆուտբոլիստի, բայց Էվերտոնը կամային որակները Իցույց դրեց, իսկ հիմա բաց է թողնում Էվերտոն այս խաղում առաջին գնդակը 1-0, այո, Կադիսը կարողանում է առաջացնել հաշվի մեջ։ 1-0, այո, Կադիսն առաջի հասնում հաշվի մեջ Կարեն Շիրխանյանի կատարած փոխանցումը գեղեցիկ ստացվեց ու հետո Նարեկ Մակարյանը գնդակը ուղարկեց դարպասը ու հիմա տեսնենք Էվերտոնը Ինչպես պետք է փորձի հանդիպան հաշիվը հավասարեցնել իհարկե խոսում է այդ մասին, որ Էվերտոնը եղել է Վոտֆորդի դեմ խաղում պարտվողի կարգավիճակում եւ այստեղ նույնպես առաջինը Էվերտոնն է գնդակ բաց թողնում։ Հիմա Էվերտոնի պատասխանը բայց Շիրխանյանը շատ վստահ գործեց այստեղ ու հիմա սկսում է Կադիսը եւս մեկ գրոհ թողեց գնդակը Օհանյանին, ստացավ պատասխան փոխանցում ու գրոհ տեսնենք Շիրխանյան փոխանցումը լավներ, բայց այս Արսենյանը վերցնում է այստեղ գնդակը նետում Անտոնյանի ուղղությամբ Անտոնյան վտանգավոր է ու փակվեց Անտոնյանի արվածի ճանապարհը, այո Էվերտոնը արդեն երևում է որ չի համակերպվում բաց թողած գնդակից, արդեն Էվերտոնը քայլերը կատարում է դեպի առաջ, հիմա նորից գրոհում է Էվերտոնը, Միքայել Պողոսյանն է գնդակով Վինտեր կապ մրցաշարի լավագույն ռմբարկուն ով այո ճիշտ է Էվերտոնը լքեց պայքարը 1-8-ից, բայց պատկերացնում եք որքան մեծ պաշար ուներ գրանցած իր անվան դիմաց Միքայել Պողոսյանը, որ առանց այն էլ դեռ հիմնական մրցակիցներից երկուսը Արմեն Ավագյանն ու Կարոն Մանուկյանը մնացել են Վիլյարեալի կազմում պայքարի մեջ Վինտեր կապում ու հասել է Վիլյարեալը եզրափակիչ, որտեղ մրցելու է Ատլետիկոյի դեմ, բայց բարդ է հավատալ, որ այո այդ խաղում այդ ֆուտբոլիստներից որևէ մեկը 7 գնդակից ավել կհեղինակի ու կհավասարվի Շիրխանյանին կամ ներողությունը Միքայել Պողոսյանին կամ կշրջանցի նրան, այո այդպիսի հաջող խմբային փուլ, հաջող 1-8-ի 2 հանդիպում անցկացրեց Միքայել Պողոսյանը ու այնքան գոլեր ունեցավ իր անվան դիմաց, որ նրան հասնելը արդեն անհասանելի դարձավ բոլորի համար Գրոհում Էվերտոնը գեղեցիկ գործողություններ ու փրկում է Ստեփանյանը այստեղ Կադիսին, Պողոսյան չի ավարտվել գրոհը, իսկ այստեղ Ինչը նշանակում մրցավարը խաղի կանոնների խախտում Այո խախտումը կար, բայց 11 մետրանոց հարված ստանդարտ բավական վտանգավոր դիրքում վաստակում է Էվերտոնը Ապահովության համար այո մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը ու հասկանանք խաղի կանոնների խախտում կար թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այո կայացեց իր որոշումը խաղի կանոնների խախտում են նշանակված չէ այստեղ խախտում ամեն դեպքում Միքայել Պողոսյանի դեմ պայքարում չէր եղել այո մրցավարը դիտում է նաև այն վարկածը որ խաղի կանոնների խախտումը եղել է Տուգանային հրապարակի ներսում որպեսզի 11 մետրանոց հարված նշանակի Կադիսի դարպասի ուղղությամբ բայց այստեղ նույնիսկ ստանդարտը կորցրեց Էվերտոն այս իրավիճակում ու հիմա Կադիսը նորից պատասխան գրոհի անցնում Կարեն Շիրխանյան ու այստեղ Վարդանյանը հրաշալի գործեց, բայց փոխհամաձայնության չեկան Վարդանյանն ու Միքայել Պողոսյանը այս իրավիճակում եզրից նետելու է Կադիսը Շիրխանյան հետ է ուղարկում գնդակը Ֆիդանյանին ու դեպի Ջուրհակյանն են փոխանցում տեսնում լավ է խաղարկում Կադիսը գնդակը կրկին Ֆիդանյան հանգիստ արի գնդակով արի լավ նկատեց Շիրխանյանին բայց Շիրխանյանը մի փոքր հեռու թողեց գնդակը Վարդանյան մեկ հպումով դեպի ձախ այո կար այստեղ խաղի կանոնների խախտում Ֆիդանյանի կողմից Դավիթ Սարգսյանի դեմ պայքարում
Կուտեսնենք ստանդարտը ինչ է տալու Էվերտոնին, Վարդանյան կրոս դեպի Տուգանային հրապարակի մատույցներ, բայց ուղիղ դարպասապա Մարտին Ստեփանյանի բաժնասավ գնդակ ու նորից Կադիսի պատասխանը, բայց Վարդանյանը շատ լավ գործեց այս իրավիճակում, հիմա էլ արդեն եթե անցներ Դավիթ Սարգսյանի փոխանցումը իհարկե դա ավելի գեղեցիկ կլիներ Վարդանյան, Պողոսյան չնստեց գնդակը ոչ Վարդանյանի, ոչ էլ Միքայել Պողոսյանի ոտքին ու հիմա արդեն Կադիսն է գրում Մարության, բայց թույլ ստացվեց փոխանցումը, չնայած այն հասավ Շիխանյանի նորից Մարության դեպի Շիխանյանը, բայց Անտոնյան այստեղ միջամտում է պայքարին, իսկ Շիխանյանի հարվածը թույլ է ստացվում։ Միքայել Պողոսյան դեպի հաջողարկեց Պողոսյանը գնդակը Մանուկ Մուրադյան գտավ կենտրոնում Վարդանյանին նորից Մուրադյան ու մեկ հպումով գնդակի տեղափոխություն, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու եզրային իրականացված է Շիխանյանը ընդունում է գնդակը տեղափոխում է գնդակը դեպի հակառակ եզր, բայց մի փոքր հեռուն գնաց գնդակը չնայած ամեն դեպքում Ֆիգանյանը պահեց, փոխանցում էլ կատարեց, հիմա էլ հեռացնում են Էվերտոնի պաշտպանները Մարության հերվից է պետք փորձել, այդպես էլ արեց Մարության ու քիչ էր մնացել հաջողության աստեր Ռոբերտ Մարությանը լավն էր ամեն դեպքում կատարված արված աջ ոտքով Անտոնյան Մուրադյան դեպի Վարդանյանը մեկ հպումով էլ դեպի Սարգսյանը ուղարկեց Վարդանյանը գնդակ ու տեսնենք նորից Վարդանյան բայց գնդակի մոտ Վարդանյանը տեղափոխում է աջ եզր Անդրանիկ Պողոսյանի ուղղությամբ Պապիկյան կրկին Անտոնյան աստիճանաբար քայլերով փորձում է Էվերտոնը մոտենալ մրցակցի Տուգանայինի մատույցներին Վարդանյան բայց այստեղ էլ լավ գործեցին Կադիսի պաշտպանները, իսկ հիմա հակագրող կարող է ստացվել Կադիսի մոտ, արագանում է Մարությանը, հարվածում է Մարությանը, բայց Արսենյանը շատ վստահ է դիրքավորվել ու կանգնեց գնդակի ճանապարհին, նորից շարունակում է Կադիսի գրոհը, Օհանյանի կրակոցն են տեսնում ու այստեղ էլ նորից Արսենյանն է կարողանում միջամտել դրվագին եւ հեռացնել գնդակը, այո, շատ ակտիվ րոպեներ են ընթանում խաղադաշտում Փոխանցումը կա հիմա էլ հեռացված է գնդակ ու գուցե հակագրող ստացվի Էվերտոնի, բայց Միքայել Պողոսյանը լավ չընդունեց, իսկ Խաչատրյանի ցածից հարվածը էլ ավելի վտանգավոր ստացվեց, հատկապես երբ անցավ բոլորի միջով, իսկ Արսենյանի փոխանցումը լավն է դեպի Մուրադյանը, գեղեցիկ փոխանցում դեպի Միքայել Պողոսյանը, բայց Պողոսյանը արդեն լավ չընդունեց գնդակը, ճիշտ է Էվերտոնի գրոհը կշարունակվի Պողոսյան հասնում է գնդակը Սարգսյանին, բայց չի դիպչում գնդակը Սարգսյանի եւ վաստակում են անկյունային հարված Էվերտոնի ֆուտբոլիստները այս իրավիճակում Անտոնյանը իրականացնի անկյունայինը դեպի Ռաֆայել Վարդանյանը ուղարկեց գնդակը կրկին Անտոնյան ու այստեղ արդեն կորցրեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները եւ Կադիսը Փորձի մի փոքր արագ հակագրոհել Մարության չանցավ նաև այս փոխանցումը Վարդանյան, Պապիկյան հանգիստ խաղարկում են գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները Սարգսյան դեպի կենտրոն Միքայել Պողոսյանն այստեղ է ով հերվից է հարվածում ու մի փոքր շեղությամբ է ստացվում Միքայել Պողոսյանի հարվածը Շիրխանյան դաշտի միջին հատվածում է Շիրխանյանը գլորեց Ժուլակյանին գնդակը այո մի փոքր հանգիստ ֆուտբոլ ենք հիմա դիտում խաղադաշտում ինչը ընդհանրապես չի մտնում այս երկու թիմերի տրամաբանության մեջ այս հաշվի պայմաններում բայց հիմա տեսեք Կադիսը հակագրոհի հնարավորությունը ստացավ մեկ փոխանցում եղավ դեպի Ֆիդանյանը բայց հարվածը Ֆիդանյանի մոտ չստացվեց Մուրադյան լավ արագացավ աչեզրով, լավ փոխանցում էր նախապատրաստել ու կատարել, բայց փակվեց Մուրադյանի փոխանցման ճանապարհը, այլապես Պողոսյանը կարող էր հանդիպանաշիվը հավասարեցնել։
Անդրանիկ Պողոսյան Հերվից փորձ ու հիմա էլ Ջուլակյանն է մարմնով փակում գնդակի ճանապարհը գնդակը կլինի կրկին Էվերտոնին Անտոնյան Մեկը պումով դեպի առաջ Դուրգարյանն է լավ գործում ու երկու դրվագում էլ Դուրգարյանը փակեց գնդակի ճանապարհը եթե առաջի դրվագում ստացվեց մի փոքր հեռացնել գնդակը ապա Պողոսյանի կրակոցից հետո հարադարձը կարող էր նաև չարաբաստիկ լինել բայց ամեն դեպքում չհայտվեց գնդակը ցանցում այլ անկյունային վաստակեց Էվերտոնը որը խաղարկում են Էվերտոնի ֆուտբոլիստները Միքայել Պողոսյան Շարժվեց առաջ կատարեց փոխանցում Պապիկյանին բայց այստեղ Կադիսը լավ է գործում Ֆիդանյանն էլ զարգացնում է արագություն մեկը մեկի դեմ պայքար բայց այստեղ Արսենյանը այնպես փակեց հարվածի ճանապարհը որ երկրորդ հարվածը կատարելու հնարավորությունը Ֆիդանյանը չստացավ Անտոնյան դեպի աջ Պապիկյանն այստեղ արդեն Պապիկյան դեպի Պողոսյան ներուղարկում գնդակը բայց արդեն եղավ խաղի կանոնների խախտում Պապիկյանի դեմ պայքարում ու ստանդարտ է վաստակում բավական վտանգավոր դիրքում Էվերտոնը Ստանդարտը տեսնենք Մուրադյանն է գնդակի մոտ ֆանտաստիկ գոլ շեշտակի հարված Մուրադյանից ու ահա այսպես է իրականացնում իր տուգանային հարվածները 1-1 Մանուկ Մուրադյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Մանուկ Մուրադյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար ինչ շեշտակ ինչ ֆենոմենալ գնդակ խփեց Մուրադյանը Տուգանայինից այո ուզում էի ասել մեկ անգամ չենք մենք նրան նմանատիպ տարածություններում հարված կատարելու հնարավորություն ստանալու դեպքում տեսել Մուրադյանին այո թե ինչպես է նա հարվածում ու ախնդրեմ նույնիսկ բանը դրան չասավ այնպես հարվածեց Մուրադյանը որ ոչ մի շանս ոչ ոք չստացավ հիմա էլ Խաչատրյանն է ստանում դեղին քարտ մրցավարի հետ վիճելու համար Կասուլիչը Վարդանյանն է գնդակի մոտ խաղարկում Պապիկյանի հետ Դեպի Միքայել Պողոսյան ուղարկեց գնդակը Պապիկյանը Սարգսյան ուղարկում է գնդակը դեպի Ռաֆայել Վարդանյան այո շատ ճիշտ վարվեց Սարգսյանը այս իրավիճակում Կհասի գնդակին Սարգսյանը այո հասնում է ու պահում է գնդակը դաշտի սահմաններում Անտոնյան Բարձից փոխանցում այստեղ Մարությանը արդեն վերահսկում են իրավիճակը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, չնայած Դուրգայանը պահեց գնդակը դաշտի սահմաններում իշ գրագետ վարվեց Դուրգայանը գնդակի հետ այս իրավիճակում Պապիկյանի հիմա այդ Պապիկյանն է փակում գնդակի ճանապարհը Սարգսյան հերվից է պետք փորձել, բայց բարձր է ստացվում Սարգսյանի հարվածի այս փորձը Մարության, անմիջապես գրոններ են հաջորդում մեկը մյուսին, սա էլ բարձից փոխանցում, բայց չկա Կադիսի ոչ մի ֆուտբոլիստ այս դիրքում ու հարված ենք տեսնելու Էվերտոնի դարպասից Անտոնյան Մուրադյան ստացավ գնդակը Սարգսյանից հերվից ևս մեկ հարված, բայց թույլ ստացվեց այս անգամ Մուրադյանի հարվածը ու Ստեփանյանը վերցնում է գնդակը ուժեղ փոխանցում առաջ Պապիկյան այստեղ էր Անտոնյան ու այստեղ խլում է Օհանյանը գնդակը մեկը մեկի դեմ պայքարում Օհանյան փոխանցում բայց փակվեց հիմա Օհանյանի փոխանցման ճանապարհը եւ հակագրո Էվերտոնից Պողոսյան Մուրադյան դեպի Պողոսյանը սա դասական գրո էլ որը պետք էր ավարտին հասցնել ինչ արեցին երկու ֆուտբոլիստները Էվերտոնի բայց վերջին հարվածը Միքայել Պողոսյանի թույլ ստացվեց ու հիմա նույն պատկերն է առաջանում Էվերտոնի Տուգանայինի մատույցներում Շիրխանյան
դեպի Ֆիդանյանը, բայց Ֆիդանյանի շեշտակի արվածից հետո հայտնվում է գնդակը ցանցում երկում է Կադիսը նորից առաջին հասնում հաշվի մեջ։ Երկու մեկ նորից Կադիս առաջի հասնում հաշվի մեջ այս խաղում արդեն երկրորդ անգամ այո չօգտագործեցի հնարավորությունը Էվերտոնից հաջորդից գրոյի ժամանակ Կադիսի հարվածը Ֆիդանյանի հարվածը շատ դիպուկ ստացվեց, որից հետո արդեն գնդակը հայտնվեց դարպասում։ Ստանդարտ արագ են խաղարկում Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց ուժեղ ստացվեց նաև այս փոխանցումը։ Ես իսկ նետի Դուրգարյանը երկար փոխանցում առաջ դուրս չեկել գնդակը դաշտի սահմաններից Վարդանյան, բայց այստեղ գնդակը բաժին հասավ Կադիսին Օհանյան ու վրիպում է Օհանյանը շատ նպաստավոր դիրքից, ինչը հնարավորություն է Կադիսը հիմա միջև ընդմիջման գնալը ստանալու երկու գնդակի առավելություն Էվերտոնի դեմ պայքարում, բայց Օհանյանի հարվածը բարձր ստացվեց նպաստավոր դիրքից։ Արսենյան գլորում է գնդակը Պապիկյանին։ Դեպի աչել Պապիկյանն ուղարկեց գնդակը, բայց այստեղ այո, ամեն դեպքում եզրային դետում Էվերտոնը վաստակեց Պողոսյան Սարգսյանը ստիպված եղավ հետ ուղարկել գնդակ այստեղ ու Արսենյանը խորքից կսկսի Էվերտոնի ևս մեկ գրոմ Անտոնյան շատ լավ կատարեց այս փոխանցումը Անտոնյանը դեպի Դավիթ Սարգսյանը Սարգսյան լավ հանցում ստացվեց թողնում է գնդակը Պողոսյանին, բայց պատասխան փոխանցումը ուժեղ ստացվեց դեպի Սարգսյանը ու արդյունքում գնդակը կորցրեցին Էվերտոնի ֆուտբոլիստները Վերջին րոպեն ընթանում խաղակեսի իհարկե տեսնենք այս վերջին մեկ րոպեն ինչ կտա առաջին հերթին Էվերտոնին, ովքեր բնականաբար միտված են հաշիվը հավասարեցնելու գործում, բայց փոխարենը հիմա Պապիկյանը խախտեց խաղի կանոնները եւ Կադիսը վաստակում է ստանդարտի հնարավորություն ու տեսնենք Կարեն Շիրխանյանն է գնդակի մոտ, սա կարող է լինել վերջին իրավիճակը առաջի խաղակեսի Մրցավարի սուլի չկա Շիրխանյանն էլ մոտենում է գնդակին, հարվածում ու փակվում է Շիրխանյանի հարվածի ճանապարհը եւ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-1 առայժմ Կադիսը հաղթում է կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Կադիսն դեմ Էվերտոնի հանդիպան երկրորդ խաղակեսի էլիտ լիգայի շրջանակներում առաջին կեսից հետո 2-1 հաշվով հաղթում է Կադիսը հիշեցնեմ ովքեր դարձան գոլերի հեղինակներ նախ կարողացավ Նարեկ Մակարյանը բացել հանդիպման հաշիվը Առաջ մղելով Կադիսին հետո Մուրադյանը Տուգանայինից հարվածով հավասարեցեց հանդիպման հաշիվը, իսկ Ֆիդանյանի հարվածը առաջի խաղակեսում վճռորոշ եղավ, որից հետո առաջի կեսի մասին է խոսքս հաղթողի կարգավիճակով գնաց ընդմիջման Կադիսը հիմա նորից անկյունային են վաստակում Կադիսի ֆուտբոլիստները հակառակ եզրից ու տեսնենք այս փորձը ինչ է տալու Կադիսին Սա բարձից փոխանցում էր, բայց հեռացեցին գնդակը Էվերտոնի պաշտպաններից Ֆիդանյանի հարվածը շեղությամբ է ստացվում այս իրավիճակում Մուրադյան դեպի Վարդանյան ուղարկեց գնդակը Կրկին Մուրադյան
Միքայել Պողոսյանին ասյակեց, բայց Դուրգալյանը այստեղ հրաշալի է գործում հեռացնելով գնդակը, այո, շատ լավ կարողացավ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է պատրաստվում Միքայել Պողոսյանը շարժվել ու փակեց գնդակի ճանապարհը։ Ստանդարտ, ներողություն, եզրային նետում, իրացնի հիմա Էվերտոնը, Սարգսյան, թողեց Պողոսյանին գնդակը, հետ փոխանցում դեպի Մուրադյանը, գուցե եւս մեկ հեռար փորձ։ Այո, տեսանք, բայց այս անգամ շեղությամբ ստացվեց Մուրադյանի կատարած հարվածը։ Կադիսը նորից, խորքից, այսպես ասենք, փորձում է եւս մեկ գրոզ սկսել, Հակոբյան, Անտոնյանը գերազանց գործեց այստեղ Դավիթ Սարգսյան, բայց ոչ պակասել փայլեց Դուրգալյանը, այո։ Սա անկում կատարեց, հետո ընկած իրավիճակում կարողացավ ճիշտ կետ վարվել գնդակի հետ, հիմա էլ անկյունային այո վաստակում է Կադիսը։ Կա փոխանցում Մուրադյանն առաջինն է արձագանքում գնդակին, Միքայել Պողոսյան, Անտոնյան, բայց ստացվեց հասցեակել գնդակը Մուրադյանին, եթե հանցներ այս փոխանցումը Ֆիդանյանից ապակա հակագրո էր Էվերտոնը։ Ֆիդանյան թույլ ստացվեց փոխանցումը, Արսենյանը վերցրեց ու այն նետում է դեպի Աչեզեր Սարգսյանի ուղղությամբ, բայց արդեն տեղակայվել են Կադիսի տղաները, իսկ հիմա կենտրոնով Մուրադյանը արագություն է զարգացնում, Մանուկ Մուրադյան, բայց արդեն երկու մրցակից դիմավորեց Մուրադյանին ու գրող շարունակություն չստացավ Էվերտոնի մոտ, փոխարենը Կադիսի մոտ է ստանում, Մարությանը կրկնապատկում է Կադիսի առավելությունը 3-1 դարձելով հանդիպման հաշիվը։ 3-1 դարձավ հանդիպման հաշիվայում Մարությանը միայնակ որքան տարածություն հաղթարեց ու ինքն էլ եզրափակեց այդ գրոհի։ Հիմա արդեն Էվերտոնը զիջում է 2 գնդակ Կադիսին ու արդեն պետք է ավելի, այսպես ասած, տրամադրվեն Էվերտոնի ֆուտբոլիստները հարձակման գծում լավ գործելու համար։ Մուրադյան մեկ հպումով դեպի Պապիկյանը գլորեց գնդակը դեպի աջ։ Սարգսյանը ստացավ Շահեն Վարդանյանից գնդակը, Սարգսյան լավ ներանցումը եւ անկյունային վաստակում է Էվերտոն այս իրավիճակում։ Ու անկյունային տեսնենք կարագորեն խաղարկեց Սարգսյանը գնդակը Ռաֆել Վարդանյանի հետ։ Վարդանյան տեսնենք ինչ որոշում է կայացնելու, հետ է գլորում գնդակը Մանուկ Մուրադյանին, բայց այստեղ էլ Ֆիդանյանը հաջող խլում իրականացեց ու հակագրո նորից Կադիսից, բայց արդեն շարունակվում է այո Կադիսի գրոհ Շիրխանյան, բայց Էվերտոնը արդեն հասրել է վերադասավորվել, իսկ ինչ անում Շիրխանյան այս իրավիճակում 4-1 դարձավ հանդիպան հաշիվը Կարեն Շիրխանյան 3-րդ գոլային փոխանցում այս խաղում մենք տեսանք Շիրխանյանից ու Էվերտոնի դարպասը այս անգամ արդեն Դանիել Հակոբյանն է գրավում։ Չորս մեկ դարձավ հանդիպան հաշիվ, այո, թվաց բիպա, որ արդեն Էվերտոնը կորցրել է պաշտպանություն ու Կադիսը արդեն կարող է եզրափակել, բայց հասցրեցին Էվերտոնի ֆուտբոլիստները վերադասավորվել, հետո Շիրխանյանը ողջ պատասխանատվությունը միայնակ վերցրեց իր վրա ու այդպիսի տարածություն ստեղծեց Դանիել Հակոբյանի համար, ում հարվածը շատ դիպուկ ստացվեց, հանդիպան հաշիվն էլ դարձավ 4-1-ի օգուտ Կադիսի ֆուտբոլիստերի եւ Հիմա արդեն տեսնենք Էվերտոնը ինչպես պետք է լուծի այս խնդիրը։ Նորից ստանդարտ ու նորից գնդակի մոտ է Էվերտոնի միակ գոլի հեղինակը այս խաղում Մանուկ Մուրադյանը, ով հենց նմանատիպ տարածությունից գրավեց դարպասը Կադիսի։ Այս փորձը տեսնենք Մուրադյանը ինչպես է ստացվելու։ Եթե հիմա ստացվի գրավել դարպասը, ապա ամեն ինչ ավելի կհետաքրքրանա։ Մուրադյան, բայց այս փորձը բարձր ստացվեց արդեն Մուրադյանի կատարած հարվածը։ Ու արդեն հարված ենք տեսնելու Կադիսի դարպասից, այո, եթե հիմա ստացվեր Մուրադյանի մոտ նորից աչքի ընկնել իհարկե
ամեն ինչ այլ պատկեր կունենա, այլ ոգևորության ալիքի ներքո Էվերտոնը ավելին կաներ այս րոպեներին, ճիշտ է, դեռ անելու է Էվերտոնը, դեռ իր խոսք ունի ասելու այս խաղում Էվերտոնը, բայց 4-2-ի դեպքում իհարկե այլ սցենար կունենայինք։ Միքայել Պողոսյան դեպի Մուրադյանն է ուղարկում գնդակը, Մուրադյան, բայց արդեն ուժեղ ստացվեց այս փոխանցումը Մուրադյանի կատարած եւ հիմա Կադիսը նորից գրոհի է անցնում արդեն ձախ եզրով, ուժեղ փոխանցում առաջ այստեղ փակվում է գնդակի ճանապարհը, բայց հիմա այո, արդեն կարող ենք ասել, որ Կադիսի գրոհը ավարտվեց, բայց Ֆիդանյանը խլում է իրականացնում հարված նույնիսկ ու շեղությամբ է ստացվում Ֆիդանյանի կատարած հարվածը։ Պապիկյան գլորում է գնդակը Միքայել Պողոսյանի ուղղությամբ վտանգավոր է Անտոնյան, բայց Ստեփանյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, մեկ կայծ է անհրաժեշտ Էվերտոնին հակագրով սկսելու համար Մարության պայքարեց միջև վերջ ճիշտ է պայեց գնդակը, բայց հետո էլ կորցրեց ու նորից Էվերտոնը հակագրոհի անցնում Միքայել Պողոսյան հարված ուշեղությամբ է ստացվում Պողոսյանի կատարած հարվածը Ստեփանյանը գնդակը ուղարկում է Մարությանին Այո, Կադիսը կարող է շատ հանգիստ խաղարկել գնդակը Կադիսի սցենարով է կարելի ասել ամեն ինչ ընդանում պետք է իհարկե միտված լինի Էվերտոնը գրոհներ իրականացնելու գործում Միքայել Պողոսյան կհարվածի արդյոք, այո, ստացավ հնարավորություն, բայց ավելի շուտ փոխանցում էր ու Վարդանյանն է գրավում դարպասը, ոչ թե Պողոսյանը 4-2 դարձնելով հանդիպան հաշիվը 4-2 այո վերջում թված հարված Պողոսյանից, բայց ստացվեց փոխանցում, որը շատ լավ օգտագործեց Էվերտոնի 77 համարը Ռաֆայել Վարդանյանը գրավելով դարպասը 4-2 հիմա նորից երկու գնդակի խնդիր ունի Էվերտոնը լուծելու Սարգսյան դեպի Մուրադյանը, Մուրադյան դեպի Վարդանյանը ու ինչու այսպես ստացվեց այս դրվագը Մուրադյանը ինքը կարող էր հարվածել եզրափակել շատ մոտ էր հարված կատարելու համար Դարպասին Մանուկ Մուրադյանը կարող էր իսկապես ինքը եզրափակել այս դրվագը ճիշտ է եթե Վարդանյանը խփե այս գնդակը մենք այդպես չենք ասի բայց Վարդանյանին ավելի շուտ էին առել հսկողության տակ քան Մուրադյանի սպասվող հարվածներ եթե իհարկե ստացվել Մուրադյան հրաշալի անցում ու նորից հակագրո Էվերտոնից այս անգամ դեպի Պողոսյանը Միքայել Պողոսյան ու փակվում է Պողոսյանի հարվածի ճանապարհը եթե չեմ սխալվում Դուրգայանը փակեց այս դեպքում Պողոսյանի հարվածը Իսկ հիմա Կադիսն է փորձում գրոհի անցնել Շիրխանյան ձախ եզրում արագանում է Շիրխանյանը վտանգավոր իրավիճակ է, բայց փոխանցում ուժեղ է չնայած դուրս չի գալիս գնդակը դաշտի սահմաններից, իսկ հիմա արդեն եզրային նետման հնարավորություն են վաստակում Կադիսի ֆուտբոլիստները։ Եզրայինը իրականացված է։ Արսենյանը միջամտեց այս դրվագին, այո նորից կլինի եզրային նետում։ Շիրխանյան, բայց Անտոնյանը հեռացեց գնդակը Միքայել Պողոսյան ստացվեց անցումը, բայց երկրորդ դրվագում դա չստացվեց։ Իսկ հիմա շատ լավ գնդակի տեղափոխություն աջ եզր, բայց Մարությանը տեսեք ինչպես է վարվում այս իրավիճակում, թույլ չտվեց սպասվող հակագրոհը ընծանա։ Կադիսի դարպասի ուղղությամբ Պողոսյան պայել է գնդակը դաշտի սահմաններում, Անտոնյան դեպի Սարգսյանը փորձեց ասիագել, բայց փակվեց այստեղ գնդակի ճանապարհը եւ հիմա Կադիսը նորից խորքից կսկսի եւս մեկ գրոհ Շիրխանյան։ Ու շատ հաջող գնդակի տեղափոխություններ դեպի աջ, բայց այստեղ ուժեղ է ստացվում Խաչատրյանի կատարած փոխանցումը։ Ու Արսենյանը գնդակը մտցնում է խաղի մեջ, հիմա Էվերտոնը այո շարժվում է առաջ Էվերտոնը փորձում է որքան հնարավոր է շուտ եւս մեկը խփել ու Իհարկե ամեն ինչ ավելի կմոտենա իրականությանը Ռաֆայել Վարդանյան
պահում է գնդակը Վարդանյանի իր մոտ, հիմա ազատվեց գնդակից Պապիկյան, նորից Վարդանյան Աչից կա Սարգսյանի տարբերակը կա Մուրադյանինը, ստացա Մուրադյանը գնդակը, Մուրադյան ու բարձր ստացվեց հարվածը, այո շատ լավ, այսպես ասած մի պահ կանգնեց գնդակի վրա Մուրադյան ու այն պահեց իր մոտ, բայց հարվածը բավական բարձր ստացվեց Մուրադյանի կատարած Դուրգանյան դեպի Շիրխանյան ուղարկեց գնդակը, այստեղ երկու հոգի մի անգամից շրջափակման մեջ առան Շիրխանյանին Իսկ այստեղ Ստեփանյանը ռիսկի դիմեց, բայց ստացվեց գնդակը հասցեագել խաղանկերներին Շիրխանյանին նրբանակատ փոխանցում դեպի Օհանյանը, բայց Պապիկյանը հասցնում է, այո, այստեղ նույնպես Մուրադյան դեպի Վարդանյան ուղարկեց գնդակը, դեպի Միքայել Պողոսյանը ուժեղ էր այս փոխանցումը, բայց Պողոսյանը կարողանում է կատարել փոխանցումը ու հիմա գրոհում է նորից Էվերտոնը Մուրադյան մեկ հպումով դեպի Սարգսյանը դեպի ավելի ցախ, որտեղ կրկին Միքայել Պողոսյանն է պետք է մի փոքր տեմպ հաղորդի Էվերտոն այս րոպեներին։ Դավիթ Սարգսյան դեպի Վարդանյանը, բայց այստեղ անկյունային է վաստակում, այո։ Էվերտոնը թույլ տվեց Վարդանյանը դուրս գա գնդակը դաշտի սահմաններից, քանի որ դիպել էր արդեն Դուրգանյանին գնդակը Անտոնյան Մուրադյան խաղարկում, բայց այստեղ հարվածային դիրքում այդտեղ չստացվեց Սարգսյան, գուցե հիմա ստացվի Սարգսյան, պահեց գնդակի մոտ Սարգսյանը իսկ այստեղ Դուրգանյանը կռայել էր արդեն թե ինչ անում Սարգսյանը Անտոնյան այստեղ շատ լավ գործեց Անտոնյանը դեպի Մուրադյանը, բայց այստեղ Այո, տեսեք, ինչ լարված րոպեներ են մեկը մյուսին սխալներ են հաջորդում ֆուտբոլիստերի կողմից Անտոնյան երկար փոխանցում դեպի Վարդանյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը 11 րոպե մնում մինչ հանդիպան ավարտ ու տեսնենք այս քիչ ժամանակահատվածում Ստացվի Էվերտոնի մոտ խուսափել պարտությունից, թե ոչ, այո, խոսում է այդ մասին ու բաց թողեց Էվերտոնը գնդակը։ Մենք տեսել ենք Էվերտոնի նմանատիպ իրավիճակում օրեր առաջ Վոտֆորդի դեմ խաղում։ Երբ մեկ ֆուտբոլիստ պատված լինելով խաղադաշտում Էվերտոնը 3 գնդակ ոչ միայն ետ բերեց, այլ նաև շատ մոտ էր հաղթելուն այդ խաղում, բայց վերջին հարվածը, որը պետք է հաշիվը դարձնել 5-4 այդպես էլ չկայացավ Շիրխանյան ու փակվեց հարվածի ճանապարհը Շիրխանյանի Մուրադյան տարավ իր հետ Մուրադյանը գնդակ ու հիմա նորից հակագրոհ ենք տեսնում Էվերտոնից, բայց այստեղ Մարությանն է հրաշալի գործում, իսկ հիմա էլ Հակոբյանն է հասնում է անջել, նորից Շիրխանյան խլում են գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները Վարդանյան տանում է գնդակի հետ Վարդանյան ու այստեղ էլ փակվեց Վարդանյանի փոխանցման ճանապարհը եւ նորից հակագրոհ Կադիսից, բայց ոչ Անդրանիկ Պողոսյանը դա թույլ չի տալիս Անտոնյան Պողոսյան վտանգավոր է, բայց թույլ է ստացվում Պողոսյանի հարվածը եւ Ստեփանյանը վերցնում է գնդակը Մարության լավ արագություն զարգացեց, թողեց գնդակը խաղընկերոջը ու գրող Կադիսի Շիրխանյան, կրկին Մարության ու դեպի Հակոբյանը գնդակի տեղափոխություն են տեսնում Եվ անկյունային ամեն դեպքում վաստակում է Կադիս այս իրավիճակում Անկյունայինից փոխանցումը կա ու Ֆիդանյանին միայնակ են թողելով հիմա գրավելով դարպասը կարող էր բոլոր հարցերի պատասխանը տալ, բայց իհարկե դա չստացվեց Մուրադյան աչի եզրում է Մուրադյանը տեսնենք ինչ որոշում է կայացնելու Փոխանցում հիմա էլ հեռացնում է գնդակը Խաչատրյանը Մուրադյանի կատարած փոխանցման մասին է խոսքը Մարությանը շատ հանգիստ իջեցեց գնդակը, բայց սխալ նաև Կադիսից Միքայել Պողոսյան, Վարդանյան գեղեցիկ է Մուրադյան վտանգավոր է Մուրադյան ու գնդակը հայտնվում է դարպասում 4-3 Էվերտոնը նվազագույնի է հասնում տարբերությունը Մուրադյանն էլ այս խաղում դուբլի հեղինակ է դառնում 4
Երեք դարձավ հանդիպման աշիվը դոբլ է գրանցում Մուրադյանի անվան դիմաց այս խաղում, այո Ֆիդայանը կարող էր գրավել դարպասը, դա տեղի չունեցավ, իսկ Էվերտոնի ակտիվությունը տվեց իր արդյունքը, բայց ինչ գրագետ հաշվարկված փոխանցում կատարեց Մուրադյանին, նրա խաղընկեր Ռաֆայել Վարդանյանը հրաշալի փոխանցում էր իսկապես կրունկով ու որից հետո Մուրադյանը հեռավոր անկյունը այնպես գրավեց, որ ոչ մի շանս չտվեց։ Դարպասապային գնդակը վերցնելու գործում նորից Էվերտոնը գրում Վարդանյան, նորից դեպի Մուրադյանը, բայց Մարությանը հասցնում է այստեղ, այո եթե այս փոխանցումները հասնել, ապա հասներ Մուրադյանին, ապա պատկերացնում եք ինչ կկատարվեր։ Հեռացնում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, Ֆիդանյանի մոտ է հայտնվում գնդակը, Ֆիդանյան շեղ է ստացվում հարվածը։ Այո եթե հիմա նորից ստացվեր Ֆիդանյանի մոտ, ապա նորից ամեն ինչ Էվերտոնի համար նույնը կլիներ, բայց շեղությամբ ստացվեց Ֆիդանյանի կատարած հարվածը, ինչը նշանակում է, որ պետք է հիմա նետվի առաջ Էվերտոնը։ Ռաֆայել Վարդանյան դեպի աջ շատ գրագետ փոխանցում տեսանք Վարդանյանից, իսկ այստեղ ինչ է, հարված կլինի դարպասից, այո, որսրեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, Ստեփանյան դեպի աջ է գլորում գնդակը, Մարության, ցածից փոխանցում Շիրխանյանին բաժինացավ գնդակը Շիրխանյան ու շեղ է ստացվում հիմա Շիրխանյանի հարվածի լարված րոպեներ են խաղադաշտում։ Երկու 23 համարներն են հիմա պայքարում միմյանց դեմ և խախտել է այո Ջուլակյանը խաղի կանոնները այս իրավիճակում։ Խաղարկում Էվերտոնը ստանդարտը, Վարդանյան և այստեղ սխալվեցին Էվերտոնի ֆուտբոլիստները գնդակը, կորցրեցին գնդակը շատ պարզ իրավիճակում ու Դուրգալյանն է նետում եսից դեպի Կանեն Շիրխանյանը, Շիրխանյան ստացվեց անցումը, փոխանցում Օհանյան ու փրկում է Արսենյան այս իրավիճակում։ Էվերտոնին ինչ իրավիճակ էր, հիմա էլ Էվերտոնը կարող է հակագրոհել Վարդանյան մեկ հպումով դեպի Միքայել Պողոսյանը շրջվեց, Պողոսյանը ուղարկում է գնդակը Անտոնյանին գրոհի է ասում Էվերտոնը։ Անտոնյանն ու եթե ստացվեր մի փոքր ավելի թույլ առաջ նետել գնդակը ու հասնել այդ գնդակին, ապա ոչ ոք չէր խանգարել Անտոնյանին հարված կատարելու գործում։ Սխալ հիմա Կադիսից Վարդանյան ու Մարտին Ստեփանյանի սխալ ուղեց, այո այս իրավիճակը կարող էր Էվերտոնը նույնիսկ գոլի վերածել, պատկերացնում եք ինչ կկատարվեր խաղադաշտում։ Հիմա նորից խլում է Էվերտոնը գնդակը, Միքայել Պողոսյան, Ջուլակյանն է դիմավորել նրան ու խախտել է խաղի կանոնները, այո, շատ, այսպես ասած, ծանոթ հակամարտություն է, Պողոսյան Ջուլակյան այս հակամարտությունը անմիջապես իրար հակառակորդներ են, երկու թիմերի 23 համարները։ Ու ստանդարտը տեսնենք ինչպես է ստացվելու Ռաֆայել Վարդանյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը, տեսնենք ինչպես է ստացվելու Վարդանյանի փորձը։ Վարդանյան պատնի վրա է ընդունում հարվածը և հիմա խաղի կանոնների խախտում էր, սա անկասկած, այո, բաց ոտքով խախտեց խաղի կանոնները։ Ֆիդանյանը
ճիշտ է, եթե նույնիսկ չէր էլ դիպել Վարդանյանին, միևնույն է, բաց ոտքով խաղ կար նրա գործողություններում։ Համաձայն չի Ֆիդանյանն իհարկե մրցավարի կայացած որոշման հետ։ Եվ այս ստանդարտի փորձին հետևենք։ Կարծես խաղարկում են պատրաստել Անտոնյանն ու Մուրադյանը մեզ համար, Կասուլիչը Անտոնյան Մուրադյան բարձր է ստացում այս հարվածը։ Այո, խաղարկում եղավ, բայց հարվածը բարձր ստացվեց Մանուկ Մուրադյանի կատարած։ 3 րոպե մինչ հանդիպան ավարտ ու տեսնենք այս 3 րոպեները ինչ կտան։ Առաջին հերթին Էվերտոնին Կադիսը փորձելու է պահել առավելությունը, իհարկե Էվերտոնն էլ գնալու է հանդիպման հաշիվը հավասարեցնելու Ետևի Չիրխանյան կա փոխանցում դեպի Աջինչ, լավ փոխանցում, բայց այստեղ էլ Խաչատյանի հարվածն է բարձր ստացվում։ Արսենյան գլորեց գնդակը Միքայել Պողոսյանին։ Պողոսյան, տեսնենք ինչ շարունակություն կմտածի Պողոսյանը, Վարդանյան, սխալ Ֆիդանյան ու հիմա Ֆիդանյանը կարող է վերջնակետը դնել այս հանդիպան, բայց անկյունային վաստակեց Կադիսը միայն այս իրավիճակում։ Տեսնենք անկյունայինի խաղարկումը, Կարեն Շիրխանյանն է դեղադրել գնդակը։ Կա փոխանցումը, հեռացնում է գնդակը Անտոնյանը, Տուրգարյան, Ֆիդանյան, լավ ընդունեց գնդակը, բայց բարձր հարվածեց Ֆիդանյանը ու հարված կլինի Էվերտոնի դարպասից, շտապում է Էվերտոնը արդեն, պետք է գնալ, այո, պետք է մտածել այդ 4 գնդակ հեղինակելու մասին, դե ոչ ոքիներ Էվերտոնի մոտ կարծես հենց Էլիտ լիգայի այս խաղարկությունում առայժմ 4-4 հաշիվներով են ստացվում, այո, մեկ հանդիպում իհարկե ոչ ոքի առայժմ խաղացել Էվերտոնը ու նմանատիպ հանդիպում Վոտֆորդի հետ, որտեղ հենց 4-4 հաշիվն է գրանցվել։ Տեսնենք, եթե խփի Էվերտոնը, ապա նույն հաշիվը նաև կունենանք այս խաղադաշտում, այս հանդիպման ժամանակ, այս րոպեներին, այս մրցակցի դեմ խաղում։ Վարդանյան թողեց գնդակը Սարգսյանին, նորից Վարդանյան, բայց այստեղ էլ Շիրխանյանն է գնդակի խլում իրականացնում, փոխանցումը լավն էր Օհանյան ու Արսենյանը հեռացնում է գնդակը, նորից Կադիսը վաստակում է անկյունային հարված։ Վերջին րոպեն մեկնարկում է հանդիպան ու տեսնենք այս 1 րոպեն ինչ կտա երկու թիմերին էլ իսկ սա արդեն 11 մետրանոց հարված է, այո, դիպավ ձեռքին գնդակը։ Էվերտոնի ֆուտբոլիստի ու Կադիսը կարող է հաղթել արդեն 5-3 հաշվով, եթե 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացնեն Կադիսի ֆուտբոլիստները։
Կասուլիչը Ջուլակյանն է տեղադրել, գնդակը Ջուլակյանն է հարվածում ու 5-3 դարձում հանդիպման հաշիվը։ Վերջ հանդիպումն ավարտվում է հենց 5-3 հաշվով Ջուլակյանը նույնպես դարձավ գոլի հեղինակ։ Այս խաղում Կադիսն վաստակում է իր առաջին միավորները Էդիկ Տիգայի այս խաղարկությունում։ Խաղային շաբաթը մեզ մոտ ավարտվում է, բարի գիշեր ու ամենայն բարիք։